Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք կաղամբով ուտեստ։ Ուտեստը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է կաղամբ, լոլիկի մածուկ, մարինացված վարունգ, կանաչ ռեհան եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Սա բաղադրիչների շատ փոքր մասները, որ ասացի, սկսենք պատրաստելը։ Փոքրիկ տապակը դնում ենք կրակին, լցնում ենք մի քանի կաթիլ բուսայող, մոտ 30 գրամ կարագ, և մշակում ենք կաղամբը, մինչ կարագը կհալվի։ Վերցրել եմ 400 գրամ կաղամբ, այսպիսի փոքրիկ կաղամբի 1/4 մասը։ Կտրում ենք այնպես, որ տերևները կպած մնան ցողունին։ Նախ ցողունը կրճատենք, 4 մաս ենք կիսում, շերտերի։ Շերտերը այսպես գեղեցիկ տեղադրում ենք տապակի մեջ, աշխատեք այնպես անել, որ չքանդվեն։ Մի կողմից կաղամբը կտապակվի, կշրջենք, կհամեմենք աղով և շաքարավազով և մյուս կողմը կկարմրացնենք, ապա ևս մեկ անգամ կշրջենք։ Մինչ կաղամբը տապակվում է, նրա համար հարկավոր է շատ արագ պատրաստել սոուս։ Սկսում ենք սոխեռացից։ Կվերցնեմ 2 գլուխ սոխ, կկտրատեմ փետրաձև, անմիջապես կհամեմեմ մառանիկ ընկերության շաքարավազով, աղով և սոդայով, կավելացնեմ նաև քրքում, կարծում ժամանակն է շրջել կաղամբի շերտերը։ Զգուշորեն անենք, որ չքանդվեն։ Եթե քանդվի, ոչինչ։ Համեմում ենք մառանիկ ընկերության աղով, ծովի աղով և շաքարավազով։ Քիչ հետո կշրջենք, մյուս կողմն էլ կանենք նույն բանը։ Տապակվող սոխին միանում եմ չիլի պղպեղը կտրատած օղակների։
Կառաջարկեմ նաև քաղցր պղպեղ, մեկ պղպեղ, որը կկտրատեմ ձողիկների։ Կավելացնեմ մեկ ճաշի գթալ կապար, որը պահածոյացված է աղաջրում, այս շատ լավ համեմունք է։ Իբրև համեմունք կառաջարկեմ նաև իմ սիրելի լոլիկի չիրը։ Վեց շերտ լոլիկի չիր, բուսայուղի մեջ համեմված հազրևարդով։ Կտրատում ենք ձողիկների։ Եվս մեկ անգամ շրջենք կաղամբը, այս անգամ փորձենք ուրիշ գործիքով, կարծում սրանով ավելի հարմար կլինի, չէ, սրանով քանդվեց գրեթե։ Այսպես ավելի լավ է։ Եվ համեմում ենք նաև հակառակ կողմից մառանիկ ընկերության ծովի աղով և շաքարավազով։ Լավ է։ Վերադառնանք տապակվող սոխին, կավելացնեմ նաև մանրավարունգ, 4 հատիկ մարինացված մանրավարունգ։ Կօգտագործեմ նաև մարինադից մոտ 1 ճաշի գթալ, այսպես։ Կտրատում ենք օղակների։ Սրանք օղակներ չեն, սրանք շրջաններ են, շրջանաձև են կտրատում։ Կավելացնեմ նաև աջիկայի և լոլիկի մածուկի խառնուրդ, այսինքն մեկական ճաշի գթալ, 1 ճաշի գթալ լոլիկի մածուկ և 1 ճաշի գթալ աջիկա։ Կհամեմեմ թարմ հազրևարդի տերևներով, 1 ճուղ, սա կտրատում ենք մանր։ Կավելացնեմ 3 պճեղ սխտոր, կարելի է քերել մանրանցքերով։
Անմիջապես կավելացնեմ նաև 25 գրամ կարագ։ Երկու թարմ լոլիկ քերում ենք։ Քերուց հետո այսպես կլեպը եւ բաթղակոթը դեն ենք նետում։ Համ տեսենք։ Շատ լավ է։ Կառաջարկեմ կանաչ ռեհան։ Ավելի ճիշտ կանաչ ռեհանի տերևներ։ 1 ցողուն, 2 ցողուն, 3 ցողուն։ 3 ցողուն կանաչ ռեհան, կամ ինչպես ասում են, բազիլիկ։ Կհամեմեմ նաև 2 պտղունց պարմեզան պաներով քերած։ Մի փոքր էլ անենք կաղամբի վրա։ Սա էլ լցնենք թող լինի։ Ինչքան շատ պարմեզան, այնքան համեղ։ Սոսը պատրաստ է, կաղամբն էլ արդեն գրեթե կարմրել է, սոսը լցնում ենք վրան։ Սկսենք կաղամբներից, այսպես լցնենք կաղամբների վրա։ Ծածկում ենք կափարիչով, զգուշորեն տարածենք սոսը, ծածկում ենք կափարիչով և եփում ենք 11 րոպե, որից հետո կմատուցենք, մատուցելիս կզարդարենք քունջութի սերմերով։ Կաղամբով ուտեստ։ Կաղամբի 1/4 մասը 4 մասի այնպես կտրել, որ բոլոր կտորները կոթոնից մաս ունենան։ Ստացված կտորները բուսայողի և կարագի խառնուրդով տապակել, շրջել, համեմել աղով և շաքարավազով, մեկ անգամ էլ շրջել, նույն կերպ համեմել, քերած պարմեզան պանիր շաղ տալ։ Սոուսի համար բուսայողով սոխեռած անել, անմիջապես համեմել աղով, շաքարավազով, սոդայով և քրքումով։ Սոխեռածին կտրատած չիլի կծու պղպեղ, քաղցր պղպեղ, պահածոյացված կապար, լոլիկի պահածոյացված համեմված չիր և մանրավարունգ ավելացնել, մի քիչ մանրավարունգի մարինադից լցնել։ Այս ամենին լոլիկի մածուկ, աջիկա ավելացնել, համեմել հազրևարդի կտրատած տերևներով, քերած սխտորով, կարագ դնել, քերած լոլիկ, կանաչ ռեհանի մանր կտրատած տերևներ ավելացնել, քերած պարմեզան պանիր շաղ տալ, խառնել։ Սոուսը լցնել կաղամբի կտորների վրա, կափարիչ դնել, եփել 11 րոպե, մատուցելիս քունջութ շաղ տալ։ Եվ վերջում շատ համեղ օգտակար աղցան, արագ պատրաստվող, վերցնում ենք սիրելի ամանը, սկսենք ինչից։ Անունը կդնենք էկզոտիկ աղցան, կլպում ենք մանգոն,
Եվ կտրատում ենք մանգոն ձողիկների։ Կառաջարկեմ նաև ավոկադոն, հեռացնում ենք կորիզը, գդալի օգնությամբ պտղամիսը առանձնացնում ենք կլեպից և կտրատում ենք խորանարդիկների։ Կվերցնեմ նաև չերի լոլիկներ, 2, 4, 6, 8, 10, 12 հատ, ընդհանրապես կտրում ենք մեջտեղից այսպես, 2,5 անգամ։ Կվերցնեմ աղցանային միքս, 1 տուփ, այսպես ձեռքով պոկոտում ենք և լցնում։ Լավ է շատ։ Մնաց պատրաստել սոուսը։ Սոուսի համար վերցնում ենք կես լայմի հյութ, սրան խառնում ենք 2 ճաշի գթալ ավոկադոյի յուղ, համեմում ենք Մարանիկ ընկերության աղով 1 պտղունց, չորացրած ցիտրոնով և սև պղպեղով աղացած։ Սա լցնում ենք բաղադրիչների վրա, տակնու վրա ենք անում և վերջ աղցանը պատրաստ է, կարելի է մատուցել։ Վրան վերջում շաղ կտանք մատուցելիս քունջութի սերմեր։ Էկզոտիկ աղցան։ Մանգոն կլպել, պտղամիսը ձողիկների կտրատել, ավոկադոն կիսել, կորիզը հեռացնել, պտղամիսն առանձնացնել, խորանարդիկների կտրել, լցնել ավոկադոյի վրա, կիսած չերի լոլիկներ, աղցանային միքս կանաչիների փունջ ավելացնել։ Սոուսի համար լայմի հյութին ավոկադոյի յուղ, աղ, 4 ցիտրոն, սև պղպեղ ավելացնել, հարել, խառնել աղցանի հետ, մատուցելիս վրան քունջութ շաղ տալ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի սիրտ, բանջարեղեն, կարագ, ձիթայուղ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե Մարանիկ, այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։